Բարի երեկո, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ ներկայացնել հունվարի 1-ից 201-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի վճարման սխեման եւ այսպես։ Եթե ձեր աշխատավարձը հարկերը մեջը, ժողովրդի լեզվով ասած կեղտոտ աշխատավարձը կազմում է 201-ից 500,000 դրամ, ապա ընդհանուր կանոնին համաձայն ձեր ապահովագրավճարը 10,800 դրամ է, բայց 2026 թվականի համար պետությունը այս 10,800 դրամից 6,000 դրամը վճարելու է ձեր փոխարեն պետական բյուջեի միջոցների հաշվին։ 10,800 դրամից հանում ենք 6,000 դրամ, ստանում ենք, որ ձեր ամսական ապահովագրավճարը կազմելու է 4,800 դրամ։ Այս 4,800 դրամը ձեր գործատուն, հարկային գործակալը պետք է վճարի առողջության ապահովագրության համար։ Բայց այստեղ էլ, տեսեք, 4,500 դրամ դուք ունեք զինապահի խնայողություն։ Հիշում ենք, որ 2026 թվականից այս սանդղակի աշխատավարձ ստացող անձանց համար զինապահի դրոշմնիշային գումարը 5,500-ից իջնում է ընդամենը 1,000 դրամ եւ մնացած այդ 4,500 դրամը ձեր գործատուն ուղղելու է առողջության ապահովագրությանը։ Տակը մնում է ընդամենը 300 դրամ։ Այս 300 դրամը գանձվելու է, պահվելու է, այսինքն ձեր աշխատավարձից եւ վճարվելու է եւս առողջության ապահովագրության համար։ Հարգելի քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք հունվար ամսին պետք է վճարեք 4,800 դրամ առողջության ապահովագրության համար եւ 6,000 դրամ էլ ձեր համար հունվար ամսին պետությունը կվճարի հավելյալ մասը։ Ձեր անհատական աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ։